Պատերազմի 26-րդ օրը Միացյալ Նահանգների նախագահը Սպիտակ տանը հայտարարել է, հաղթել է Իրանին։ Դոնալդ Թրամփի խոսքով ոչ ոք չի պատկերացնում, թե Իրանն ինչպես է փափագում գործարք կնքել։ Թեհրանում փաստացի ռեժիմի փոփոխություն է եղել։ Նահանգները բանակցում է այլ մարդկանց հետ, ասել է Թրամփը, չցանկանալով հրապարակել իրանցի բանագնացների անունները։ Մենք մեծ հաջողության ենք հասել Իրանում, լուծեցինք Վենեսուելայի, այժմ էլ Իրանի հարցը։ Նրանք այլևս նավատորմ, օդուժ, հոբհամակարգեր, ռադարներ չունեն նաև առաջնորդներ։ Բոլորը մահացել են, ոչ ոք չգիտի ում հետ խոսի։ Բայց մենք բանակցում ենք ճիշտ մարդկանց հետ եւ նրանք շատ են ցանկանում գործարք կնքել։ Դուք նույնիսկ պատկերացում չունեք։ Նահանգների նախագահը խոսում է իրանական կողմի բանակցողների մասին, թեպետ ոչ ոք չի լսել, չի տեսել ու ընդհանրապես տեղեկություն չունի բանակցությունների մասին։ Թեհրանից ծաղրում են Թրամփին, հայտարարելով, որ Միացյալ Նահանգների նախագահն ինքն իր հետ է բանակցում։ Ձեր հակամարտությունը կարգավորելու կարողությունն իջել է ինքներդ ձեզ հետ բանակցելու մակարդակին։ Դուք ոչ տարածաշրջանում ձեր ներդրումների մասին նորություններ կտեսնեք, ոչ էլ էներգակիրների եւ նավթի նախկին գինը, մինչեւ չհասկանաք, որ տարածաշրջանում կայունությունը երաշխավորում են մեր հզոր զինված ուժերը։ Կայունություն ուժի միջոցով։ Միացյալ Նահանգների ռազմավարական ուժը վերածվել է ռազմավարական ձախողման, պնդում են Թեհրանում։ Զոլֆաղարին Թրամփին կոչ է արել պարտությունը որպես համաձայնություն չներկայացնել։ Իրեն հաղթող ու աշխարհի տեր ներկայացնելով Թրամփը պնդում է՝ կարող ենք անել, ինչ ցանկանանք։ Մենք ազատ ենք եւ կարող ենք անել ինչ ուզում ենք։ Ինչպես գիտեք, այժմ մենք առավելություն ունենք եւ կարող ենք ոչնչացնել աշխարհի ամենամեծ էլեկտրակայաններից մեկը։ Մեկ հարված եւ կայանը կփլուզվի։ Սակայն մենք դա չարեցինք, քանի որ բանակցություններ ենք վարում։ Ըստ Թրամփի, իրանցիները ոչ միայն երազում են գործարք կնքել, այլև թանկարժեք նվեր են ուղարկել իրեն։ Բանակցությունների մասին ամերիկյան կեղծ նարատիվների ֆոնին Թեհրանը պաշտոնապես հայտարարում է՝ ոչ մի բանակցություն ուղիղ կամ անուղղակի չի անցկացվում։ Ինչպես մենք հստակ հայտարարել էինք, Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Իրանի միջև որևէ բանակցություն կամ երկխոսություն չկա։ Մենք նահանգների հետ բանակցելու աղետալի փորձ ունենք։ Բանակցությունների ընթացքում 9 ամսում 2 անգամ հարձակման ենք ենթարկվել։ Ոչ ոք չի կարող վստահել Վաշինգտոնի դիվանագիտությանը։ India Today-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է՝ ձեզ մտահոգում են նավթի ու գազի գինը, իսկ մեզ մեր քաղաքացիների կյանքը։ Միացյալ Նահանգները Թեհրանին ուղարկել է 15 կետից բաղկացած ծրագիր, որը Թեհրանում ծուղակ են համարում։ Իրանը հրաժարվել է բանակցել Թրամփի գլխավոր բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ, մեղադրելով նրանց թիկունքից հարվածելու համար։ Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես Ռուսաստանն ու Չինաստանը, կունենան ամուր դիրքորոշում դատապարտելով Իրանի դեմ ագրեսիան։ Համաշխարհային լիդերները կոչ են անում ամեն ինչ անել Մերձավոր Արևելքում կայունությունը վերականգնելու համար։ Ֆրանսիայի նախագահը Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է տարածաշրջանի երկրների դեմ անընդունելի հարձակումներին վերջ դնելու անհրաժեշտությունը։ Էմանուել Մակրոնը կոչ է արել Իրանին բարեխղճորեն ներգրավել բանակցություններում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին էլ հայտնել է՝ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում։ Թուրքիայի նախագահն իր հերթին ասել է՝ Իրանի դեմ պատերազմը վերաճել է գլոբալ ճգնաժամի, միջազգային հանրությանը կոչ անելով քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Սա Իսրայելի պատերազմն է, սակայն ամբողջ աշխարհն է բարձր գին վճարում։ Սա Նեթանյահուի պատերազմն է քաղաքական գոյությունն ապահովելու համար։ Մինչդեռ 8 միլիարդ մարդ կրում է այդ պատերազմի ծանր հետևանքները։ Թվացյալ բանակցությունների ֆոնին մարտի դաշտում կատաղի պայքարը միանգամայն իրական է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սկսել է ճշմարիտ խոստում 4 գործողության 80-րդ ալիքը։ Հրթիռակոծվել են իսրայելական ռազմական օբյեկտները։ Հարվածի հետևանքով Իսրայելի վառելիքի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Իրանական հրթիռների ու ԱԹՍ-ների թիրախում են նաև իսրայելական բնակավայրերը։ Ամենուրեք ավերածություններ են վնասված ավտոմեքենաներ ու բազմաթիվ վիրավորներ։
Թիրախավորվել է նաև Իրաքի Էրբիլ քաղաքի հյուրանոցը, որտեղ ենթադրաբար պատասպարվում են ամերիկացի զինվորները։ Հրթիռակոծման հետևանքով Քուվեյթի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող վառելիքի պահեզներում հրդեհ է բռնկվել։ Միաժամանակ Միացյալ Նահանգները Քուվեյթից Աթակամս եւ նորագույն այլ հրթիռներ է արձակել Իրանի ուղղությամբ։ Իսրայելն ու Միացյալ Նահանգները մի շարք հարվածներ են հասցրել Իրանի Նաջաֆաբադ քաղաքում գտնվող Պահապանների կորպուսի ուժերին եւ ենթակառուցվածքներին։ Ցախալը հայտարարել է Բեյրութում Հզբոլահի հետախուզության ու հատուկ նշանակության ուժերի կենտրոնակայանի վրա հարձակման մասին։ Թիրախավորվել են նաև Իրանի բնակավայրերը, իրանցի հրշեջները եւ Կարմիր մահիկի փրկարարական խմբերը փլատակներից մարդկանց են դուրս բերում։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու պատրվակով նահանգները թիրախավորել է Սպահանի փոքր բիզնեսները։ Սպիտակ տան ղեկավարը եւ բանակցում է եւ ավելացնում ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Պենտագոնը ծրագրել է 3000-անոց զորակազմ ուղարկել։ Իրանի խորհրդանի խոսնակն ասել է. Իրանն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում ամերիկյան զորքերի տեղաշարժին։ Այնինչ գեներալները կոտրել են, զինվորները չեն կարող նորոգել։ Փոխարենը կդառնան Նեթանյահուի մոլորությունների զոհը։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհուրդ է տվել չփորձել Իրանի հողը պաշտպանելու իրենց վճռականությունը։ Մարիկ Կոստանյան, Էպիկենտրոն։